Հարց ու պատասխան հաղորդաշարն է շողակաթի եթերում, բարև ձեզ։ Առաջիկա րոպեները մնացեք մեզ հետ, որպեսզի լսեք հետևյալ հարցերի պատասխանները։ Որտեղից սկսել Աստվածաշնչի ընթերցանությունը, ինչի մասին է Աստվածաշնչյան երգ-երգոցը, հիվանդությունն ունի հոգևոր հիմք, ինչու Աստվածաշնչում չի հիշատակվում Հայկի եւ Բելլի պատմությունը, կարելի է չապաշխարել, բայց հաղորդություն ստանալ։ Տեր Վազգեն Քահանա Հովանիսյանն է արդեն տեսակապով միացել մեզ, Տեր այր օրհնեցեք։ Աստված օրհնի, շնորհակալություն հրավերի համար։ Մեր օգտատերերից Անժելա Սարգսյանը խնդրում է ուղղորդել իրեն։ Ինչպես եւ որտեղից սկսել Աստվածաշունչ ընթերցել։ Բազմաթիվ անհասկանալի հարցեր են առաջանում, որոնց պատասխանները չի կարողանում գտնել։ Խնդրեմ։ Շատ տեղին հարց է յուրաքանչյուր քրիստոնյայի կողմից տրվող, որովհետև Աստվածաշունչ մատյանը մեծ մի աշխարհ է եւ անփորձ մարդու համար դժվար է հասկանալ որտեղից սկսել, ինչ ճանապարհով ընթանալ, որpիսի դեպի լույսը ընթանալու փոխարեն հանկարծ մարդը չշեղվի իր ճանապարհից։ Որպես քրիստոնյա, որպես հոգևորական, ես խորհուրդ եմ տալիս սկսել նոր կտակարանի առաջին 3 գրքերից, ավետարաններից, որոնք կոչվում են համատես ավետարաններ։ Ինչու այստեղից, որովհետև համատես ավետարանները մեզ պատմում են Հիսուս Քրիստոսի ծննդյան, իր երկրավոր կյանքի շատ մանրամասների, հրաշքների մասին, իր քարոզների մասին, իր պատվիրանների մասին։ Ինչու սկսել այստեղից, որովհետև Աստվածաշունչը եւ Աստծուն ճիշտ հասկանալու համար նախ եւ առաջ պետք է ճանաչել Հիսուս Քրիստոսին։ Քրիստոս ասում է. «Ով ինձ տեսավ, տեսավ Հորը»։ Հետևաբար ամբողջության մեջ Աստվածաշունչը հասկանալու համար նախ եւ առաջ մենք պետք է ճանաչենք Քրիստոսին, որովհետև Աստվածաշունչը Քրիստոսի մասին է։ Եվ համատես ավետարանները մեզ ուղղորդում են եւ սովորեցնում են ճանաչել Քրիստոսին եւ ճանաչելով նրան սիրել։ Մենք կարող ենք հասկանալ Աստվածաշունչը միայն մի դեպքում, եթե սիրենք Քրիստոսին եւ Քրիստոսի միջոցով ընթերցենք եւ հասկանանք Աստվածաշունչը։ Աստվածաշնչում կան շատ տեղեր, որոնք դժվար ընկալելի են, որոնք հասկանալու համար ուղղակի սովորական մարդու եւ ընթերցանությունը բավարար չէ։ Պետք է ունենալ նաեւ առաջնորդ մեկը։ Մեր գյուղերում, քաղաքներում գրեթե ամեն տեղ կան հոգևորականներ։ Եվ երբ որ ընթերցում ենք Աստվածաշունչը եւ ինչ որ բան չենք հասկանում, կարող ենք մի թղթի վրա այդ հարցերը հավաքել եւ մի օր հանդիպելով քահանային տալ այդ հարցերը։ Որովհետեւ նույնիսկ աշխարհի ամենաուժեղ շախմատիստները ունեն ուսուցիչներ։ Բանաստեղծներից մեկն ասում է, որ հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել։ Այնպես որ որքան էլ որ մարդը կարդացած լինի, խելալիցի լինի, շատ կարևոր է առաջնորդի ներկայությունը, որպեսզի հանկարծ ու հանկարծ ճշմարիտ ճանապարհից մարդը սխալմամբ չմտածված չշեղվի եւ չընկնի գայթակղությունների մեջ, որովհետեւ Աստվածաշնչում կան շատ տեղեր, որոնք կարելի է ընկալել միմիայն հավատքի շնորհիվ։ Ուստի սկսեք կարդալ նոր կտակարանի ավետարանները, ճանաչեք Քրիստոսին, սիրեք Քրիստոսին եւ մնացած ողջ ավետարանը կբացվի ձեզ համար։ Ինչի մասին է Աստվածաշնչյան երգ-երգոցը։ Անժելա Սարգսյանի երկրորդ հարցն է։ Աստվածաշունչը բաղկացած է 2 մասից՝ հին եւ նոր կտակարաններ։ Եվ կտակարանները բաղկացած են գրքերից։ Յուրաքանչյուր գիրք որոշակի նպատակ հետապնդող։ Հին կտակարանի գրքերից երգ-երգոցը հավանաբար ամենաշատ քննարկված գրքերից մեկն է։ Երկար դարերով անընդհատ վեճ է գնացել, արդյոք այս գիրքը պետք է լինի Աստվածաշնչում, թե ոչ։ Ինչու, որովհետև այն պատմում է 2 անձի մասին, մի տղամարդու եւ մի կնոջ մասին։ Եվ եթե մենք ուղղակի թռուցիկ միայն բառերը կարդալով անցնենք, ապա կարող են շատ տարօրինակ հարցեր առաջանալ մեզ մոտ։ Ինչ կապ ունի այս գիրքը Աստվածաշնչի հետ։ Բայց պետք է մենք իմանանք, որ այս պատմությունը, այս գիրքը ալեգորիա է։
Այս պատմությունը ուղղակի մի տղամարդու եւ կնոջ սիրո մասին չէ։ Ինչպես հասկանալ սա։ Ահա մենք կրկին գալիս ենք նոր կտակարան։ Գիտեք, սերը աստվածային է եւ մարդու մեջ դրված է սերը։ Սեր ծնողների նկատմամբ, հայրենիքի նկատմամբ, ուսման նկատմամբ։ Ինչով որ մարդը զբաղվում է եւ ինչ ունի իր շրջապատում, մարդը պետք է սիրի դա։ Բայց տղամարդու եւ կնոջ սերը սա լրիվ այլ հարթության վրա է դրված։ Այն աստիճան կարևոր, որ այն եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է։ Պսակը եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է։ Ինչու՞, որովհետև երկու տարբեր մարդիկ միանալով դառնում են մեկ։ Ահա երկերկոց գիրքը Քրիստոսի եւ եկեղեցու մասին է։ Որտեղից ենք վերցնում, որ սա Քրիստոսի եւ եկեղեցու մասին է։ Պիտի տեղափոխվենք նոր կտակարան եւ պիտի ընթերցենք Պողոս առաքյալի նամակներից մեկը, որը մենք ընթերցում ենք նաեւ Պսակադրության Սուրբ խորհրդի ժամանակ։ Կանայք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես Տիրոջը պիտի հնազանդվեիք, որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, ինչպես որ Քրիստոս գլուխն է եկեղեցու։ Հետևաբար, ինչպես Քրիստոս եկեղեցին է սիրում, տղամարդիկ էլ այդպես պետք է սիրեն իրենց կանանց։ Ուրեմն, երկերկոց գիրքը Քրիստոսի եւ եկեղեցու սիրո մասին է։ Սիրո մասին, որը հիմնված է հավասար իրավունքների վրա, փոխադարձ սիրո վրա։ Ահա սա է պատճառը, որ երկերկոցը ընթերցելուց մենք ուղղակի բառերը չպիտի կարդանք, այլ պիտի հասկանանք այն ներքին խորը իմաստը, որն արտահայտում է այս գիրքը, եւ այն Քրիստոսի եւ եկեղեցու մասին է։ Հիվանդություններն արդյոք հոգևոր հիմք կամ պատճառ ունենում են։ Բնականաբար ունենում են, որովհետև մեր ապրելակերպը, մեր օգտագործած սնունդը, մեր շատ զգացմունքային լինելը, այդ ամեն ինչը նպաստում է մեր առողջության վատացմանը կամ լավացմանը։ Օրինակ, երբ որ մարդը բարկանում է, կարող է ճնշումը բարձրանալ։ Երբ որ մարդը օգտագործում է չափից ավելի սնունդ, կարող է ունենալ զանազան առողջական խնդիրներ։ Հետևաբար եկեղեցին սահմանել է պահեցողության օրեր, որպեսզի մեր մարմինը կարողանանք մի փոքր ավելի լիցքաթափել, մեր մարմինը առողջ պահել։ Մենք միշտ պիտի հիշենք, որ մեր արարքները ունենում են հետևանքներ։ Չկա մի արարք, որ ինքը հետևանք չունենա։ Ինչպես բարի արարքը, այնպես էլ չար արարքը։ Հետևաբար, մենք մեր կյանքը պետք է ապրենք որպես քրիստոնյա, հետևելով Քրիստոսի պատվիրաններին եւ փորձելով մեր մեջ արմատավորել այն բարին, գեղեցիկը, դրականը, որին մղում է մեզ Քրիստոս իր պատվիրանների միջոցով։ Որովհետեւ ինչպես այս աշխարհում, այնպես էլ հետագայում հոգևոր կյանքում հանդերձյալ աշխարհում մեր գործերը շատ կարևոր են լինելու։ Քննվելու են մեր գործերը։ Պետք է ուշադիր լինենք մեր գործերին, մեր արարքներին եւ հետևելով դրանց նաեւ կարողանանք կառավարել այն բոլոր վիճակները, որոնց մեջ մենք կարող ենք հայտնվել։ Աստվածավախ Հայկ Նահապետը Աստծո կանչով հաղթեց բելին։ Արտակ Առաքելյանին հետաքրքրում է, ինչու Աստվածաշնչում այս սրբազան պատերազմի եւ եղելության մասին որևէ հիշատակություն չկա։ Որպեսզի այս հարցի պատասխանը ընկալենք եւ հասկանանք, պետք է հասկանանք, թե ինչի մասին է Աստվածաշունչը։ Իսկ Աստվածաշունչը Քրիստոսի մասին է։ Աստվածաշունչը նախապատրաստությունն է մարդկությանը Քրիստոսի գալստյանը։ Հետևաբար մենք իհարկե հայերը շատ ուրախ կլինեինք, որ Հայքի մասին Աստվածաշնչում լիներ։ Հայաստանի մասին շատ ավելին լիներ, քան կա Աստվածաշնչում հայի մասին։ Բայց Աստվածաշունչը Քրիստոսի մասին է։ Մենք իհարկե գիտենք, որ Հայկը Նոյի սերնդից է, Թորգոմի սերնդից է, եւ դա մեզ շատ ուրախացնում է։ Բայց նաեւ պիտի իմանանք, որ Աստվածաշունչը մեզ ներկայացնում է այն սերնդաբանությունը, որը ի վերջո տանելու էր Հիսուսի ծննդյանը։ Եվ հետևաբար Աստվածաշնչյան պատմությունները բոլորը պատտվում են հենց այս սերունդի շուրջ, որից հետո պիտի ծնվեր Քրիստոս։
Եվ մենք կամաց մարդկությունը 5 տակարանում նախապատրաստվեց, անցավ մի երկարին ճանապարհ, երբեմն դժվարություններով լեցուն, բայց միշտ Աստծո ներկայությամբ եւ Աստծո առաջնորդությամբ։ Եվ ահա եկանք եւ հասանք մարդկության պատմության այն դարաշրջանը, երբ ծնվեց Քրիստոս։ Քրիստոս մեր փրկիչը, որպեսզի մենք ել ավելի լավ ճանաչենք Աստծուն, որպեսզի մենք Աստծո որդուն տեսնենք մեր աչքերով, որպեսզի մենք փորձենք նմանվել նրան, հետևել նրան եւ այդ ամենը անել նրան սիրելով։ Տեսանք եւ սիրեցինք եւ հետևում ենք նրան։ Ահա սա է պատճառը, որ Աստվածաշնչում Հայկի մասին պատմություն չկա, որովհետև այն Հիսուսի մասին է եւ Հիսուսի ծննդյան նախապատրաստությունն է։ Եվ ընթերցեմ այսօրվա հաղորդման վերջին հարցը, որի հեղինակը Գայանեն է։ Եթե հավատացյալը չի մասնակցում ապաշխարությանը, բայց հաղորդությանը մոտենում է, կարող է պատժվել։ Ընդհանրապես պատիժ հասկացողությունը եկեղեցում պետք է որոշակի զգուշավորությամբ օգտագործել, որովհետև ինչպես որ մենք երբեմն մեր զավակներին կարող ենք ինչ-որ բանից զրկել, այնպես էլ պետք է միշտ իմանանք, որ միգուցե կա նաև աստվածային պատժի խնդիրը, բայց այս պատիժը այն պատիժը չէ, որը մենք պատկերացնում եւ հասկանում ենք։ Եվ պատիժ բառն, երբ որ մենք օգտագործում ենք Աստծո գործողություն իբրև գործողություն, կարծում եմ տեղին չէ։ Ինչու՞, որովհետև Աստված անսահման սիրում է մեզ։ Սիրում է այն աստիճան, որ իր որդուն ուղարկեց, որպեսզի մեզ համար նա խաչը ելնի։ Ուրեմն պատիժ հանգամանքը սա այն ուղիղ իմաստը չէ, որ մենք հաճախ փորձում ենք հասկանալ եւ մարդկայնորեն ընկալել կամ համեմատել այն մարդկային պատժի հետ, որը մենք հաճախ տեսնում ենք։ Եկեղեցում կա կարգ ու կանոն։ Կա կարգ ու կանոն նաև պատարագի ժամանակ։ Կա կարգ ու կանոն նաև հաղորդություն ընդունելու ժամանակ։ Այս կարգ ու կանոնը նրա համար է, որպեսզի հաղորդությունը մեզ օգնի մոտենալ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ներում ստանալ մեր մեղքերի համար, մաքրվել մեր հոգևոր հիվանդություններից։ Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ հիվանդը գնացել է բժշկի մոտ եւ վիրահատություն պիտի արվի իր համար։ Ահա բժիշկը նրան, այս մարդուն, հիվանդին, հորդորում է որոշակի կանոններ պահելով առավոտյան ներկայանալ վիրահատության։ Հաց չուտել, սա չանել, նա չանել, ինչու, որպեսզի վիրահատությունը անցնի բարեհաջող եւ խնդիրներ չլինեն։ Նույնը նաեւ հոգեվոր առումով է։ Եկեղեցին մարդուն, ով որ գալիս է հաղորդության, որոշակի կանոններ է խնդրում պահպանել։ Իհարկե, եթե կան հիվանդության հետ կապված խնդիրներ, մենք կարող ենք որոշակի մեղմություն ցուցաբերել։ Օրինակ, եթե մարդը պիտի դեղ խմի եւ անպայման պիտի ինչ-որ բան ուտի դրանից հետո, մենք թույլ ենք տալիս դա, որովհետեւ հասկանում ենք, որ մարդու ֆիզիկական վիճակը կարող է վատթարանալ։ Հիմա հաղորդությունից առաջ մարդը պիտի գա պատրաստված։ Այդ պատրաստությունը ենթադրում է նախ ինքնաքննություն, զղջում կատարած սխալների նկատմամբ եւ խոստովանություն։ Խոստովանություն, որը շատ կարեւոր է հաղորդությունից առաջ։ Ինչու, որպեսզի հստակ լինի նաեւ բուժման կուրսը, եթե այդպես կարելի արտահայտվել։ Իրականության մեջ շատ կարևոր է, որպեսզի մարդը գա խոստովանի, որպեսզի Աստված տեսնի, թե արդյոք ինչպիսին է այս մարդու սիրտը, հոգին եւ շուրթերը, ինչի մասին են նրանք խոսում, ինչն է կարևոր այս մարդու մասին, որն են իր սխալները, իր որ սխալներն է տեսնում այս մարդը եւ որոնք չի տեսնում, որպեսզի քահանան օգնի տվյալ մարդուն հաղթահարելու իր հոգևոր հիվանդությունները, բժշկվելու դրանցից, մաքրվելու դրանցից եւ շարունակելու իր քրիստոնեական ընթացքը այս աշխարհում։ Ապաշխարությունը անընդհատ կրկնվող մի շատ կարևոր խորհուրդ է, որը մեզ մաքրում է եւ մաքրվելով մենք մոտենում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Շնորհակալ եմ Տեր Այր մեր հաղորդմանը մասնակցելու, մեր օգտատերերի հարցերին պատասխանելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հնարավորության համար, Աստված օրհնի, պահի, պահպանի բոլորին։ Ամեն։
Տեր Վազգեն Քահանա Հովանեսյանն էր միացել մեզ, կհանդիպենք հաջորդ կիրակի։ Հաջողություն։